14-օրյա պատերազմից հետո 2020 թվականից հետո արդեն ընտանիքով տեղափոխվել ենք Ստեփանակերտում էինք բնակվում ու երբ որ արդեն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հրաձգությունները սկսվել են, ճիշտ ասած տանն էի նստած, հղիության վերջին ամիսներս ա եղել, պիտի որ մի շաբաթից հետո երեխայում ծննդաբեր էի, տենց էր բժշկական տվյալներով գրանցված, տանը նստած էի, ու երբ որ այդ հրաձգությունները սկսվել են, մի պահ արդեն հելա, պատուհանը բացեցի, տեսա մարդիկ վազվզում են, այդտեղից ես հասկացա, որ պատերազմ ա սկսվել ու որ ասում են ինչ չկորցնելով, արագ շտապ, իջա նուկուղ, փորձեցի սկսեցի զանգել մերոնց, քույրիկներիս, փոքր քույրս դպրոցում է, ոչ մի ձև չէի կարողանում կապ հաստատել, ամուսնուս հետ նույնպես չէի կարողանում, այդ ժամանակ լրիվ ինձ կորցրել եմ, պանիկայի մեջ եմ ընկել, որտեղ ոչ մեկի հետ չէի կարողանում կապնվեի, ուզում էի հասկանալ, թե իրանց հետ ամեն ինչ նորմալ է, թե ոչ։ Դա արդեն մի որոշ ժամանակ անց ամուսինս եկավ, դեղից ոտքով վազելով եկավ, տենց մարդկանցից իմանալ, ես որ նկուղում եմ, մոտեցավ, ասեց հանգստացի, հեսա երեխեքին էլ եմ բերելու մոտոդ, ամեն ինչ լավ ա լինելու, մինչև հասկանանք, թե ինչ ա լինելու։ Ահա որ իրավիճակ էր ճիշտն ասած, նկուղում բոլոր երեխաները ոնց որ թե 21-րդ դարում չապրեինք, էլի ոչ կարողանում ենք զանգահարենք, ոնց որ 91 թվականի պատերազմը լինեց, արդեն 2 օր անց մեզ հայտարարեցին, որ պիտի ստիպված թողնենք Արցախը ու գաղթի ճանապարհ բռնենք։ Ճիշտ շատ այդ պահը շատ էր ցավալի, որովհետև չգիտեիր ինչ վերցնես քո հետ, որ քո համար թանկ լինա։ Ոչ թե հենց նյութականի իմաստով եմ ասում, այլ որ ամենաթանկն ես թողում, քո հայրենիքն ես թողում դեղ, ու որ հիշում ես, որ քո պապերը, քո եղբայրները զոհվել են մի հողի համար, որ դու պիտի այդտեղ ապրես, հիմա պիտի թողնես ու գնաս։ Ես շրջափակման ժամանակ եմ հղիացել, թե մեր ընտանիքում, թե ամուսնուս ընտանիքում, դա մեծ երջանկություն էր ու նոր հույսեր էր։ Ու ես միշտ եմ մտածել, եթե Աստված ինձ էս բալիկը պարգևել է, ուրեմն ամեն ինչ լավ ա լինելու։ Ուրեմն ես վախենալու ոչինչ չունեմ։ Մենք այդ հույսով ենք ապրում։ Ու մեկս մյուսի կողքին լինելով, մեկս մյուսին ուժ տալով իրար հետ նորմալ երջանիկ ապրում ենք, չհաշված այդքան բարդությունների, այդքան դժվարությունների հետ մեկտեղ։ Արդեն երբ որ ասացին, որ պիտի դուրս գաք, մի քանի իրեր եմ հավաքել, հիմնական այն իրերն են վերցրել, որը այդ շրջափակման ժամանակ գնել էի երեխուս համար։ Շատ դժվարությամբ իդեպ գնաց իրեր են եղել, մի մասը նույնիսկ աղջկական շորեր ա եղել, տղայի շորեր այդ ժամանակ ես չեմ գտել, կամ էլ երբ որ գտել եմ արդեն կամ մեծ չափսեր ա եղել, կամ չգիտեմ այն վիճակում չէր, դրա համար մի մասը երեխուս շորերի մի մասը աղջկա շորեր ա եղել, մի մասն այդ ժամանակ մտածել եմ կարևոր է նա, որ շոր լինի երեխես հագնի, 25-ին ճանապարհ ենք ընկել։ 25-ին ճանապարհ ենք ընկել ու այդ ժամանակ էլ լսել ենք, որ պայթյուն ա տեղի ունեցել բենզինլցակայանում։ Հենց այդ պատճառով էլ եղբայրության գերեզմանի մոտ մեր մեքենան 9 ժամ կանգնած ա եղել ու չեն կարողանում առաջ շարժվել, այդ համ մեքենաներն էին շատ, համ շտապօգնության մեքենաները, որ Երևանից գալիս էին գնում, ահա որ իրավիճակ էր։ Այդքան 9 ժամ մենակ մեքենայի մեջ նստելուց ես արդեն դրանից նեղվում էի, հոգնում էի, մեջքս էր ցավում, դրանից արդեն վատ էի զգում ու արդեն երեկոյան ժամը 6-ին պիտի արդեն սկսեցինք, արդեն մեքենաները սկսվեց շարժվել։ Երբ որ շարժվեցինք, արդեն ամուսնուս ասեցի, որ ինձ վատ եմ զգում, արդեն չեմ կարողանում դիմանալ, մեջքիս հատվածում ցավեր ունեմ, չեմ հասկանում, ես ինչ ցավեր ա։ Ամուսինս ասեց,
լավ, ուզում ես մի քիչ առաջ անամ, դեղ ռուս խաղապահները ցարքն տենամ թույլ կտան, շտապօգնության մեքենայի համար նախատեսված ճանապարհ կար բացված, որպես շտապօգնության մեքենաներ կարողանան ազատ ելքում ուտանեին, ասեց հարցնեմ, եթե թույլ տան այդ ճանապարհով շարժվեն, միգուցե շուտ հասնեն Գորիս, դեղ բժիշկները նայեն։ Ու երբ որ ամուսինս մոտիկացավ ռուս խաղապահին, հարցրեց, թե թույլ կտակ, իրանք բաց թողեցին, ասեցին, հա, շարժվեք, բայց երբ որ շտապօգնության մեքենաները սկսեն շարժվել, դուք մի կողմ կթեքվեք, որպեսզի իրանց շարժին չխանգարեք։ Երբ որ արդեն մենք շարժվեցինք, մեզ ընդառաջ դուրս եկավ ադրբեջանցի մի զինվոր, ավելի շուտ ոստիկանական ծառայության սպա մոտիկացավ, հարցեց, թե ուր եք շարժվում, ամուսինս ներկայացրեց իրավիճակը, ասեցին հետևեք մեզ։ Հետևեցինք իրանց ու արդեն գնացինք Շուշիի բլոկպոստը, որտեղ համ ադրբեջանցի զինվորներն էին կանգնած, համ ռուս խաղապահներն էին կանգնած։ Այնտեղ կանգնեցինք, ամուսինս ասեց մեքենայից դուրս արի, նորից ասեցին բացատրի ինչի համար ես դու առաջ շարժվում, ամուսինս ներկայացրեց իրավիճակը, խնդրեց, որ խնդրում եմ էլի կինս իրեն վատ ազգում, թույլ տվեք շարժվեմ, առաջ շարժվեմ։ Այդ ոստիկանական ծառայության սպան, չգիտեմ, առանձնացավ, զանգեր կատարեց բան, այդ մոտիկացավ, թե չէ, թույլ չենք տալիս, բերեք, եթե ձեր կնոջ իրավիճակը այդքան վատ է, արի տանեք Շուշի, բայց առանց ձեզ։ Մենակ ձեր կնոջ չվերցնենք, տանենք Շուշի, թող ինքը ծննդաբերի, հետո ձեր կնոջն երեխուն կբերենք ձեզ հետ կվերադարձնենք։ Ամուսինս թե տենց ոնց կարող է լինի, պետք չի, գոհ եմ, շնորհակալ եմ, ես իմ կնոջ մասին կմտածեմ, դուք ինձ մենակ թույլ տվեք, ես առաջ կշարժվեմ, ես մի ժամվա ընթացքում էլ կհասնեմ Գորիս, դեղ առաջին բժօգնություն ցույց կտան, հələ իմ կնոջ իրավիճակը այդքան վատ չէ, էլի կարա դիմանալ։ Եկան ինձ մեքենայից հանեցին, թե մեր առաջ քայլի տնենք իրավիճակը ոնց է։ Ճիշտ ես այդտեղ ավելի շուտ ոչ թե այդ պահը վատացա այն ժամանակ, երբ որ ամուսինս արցունքները աչքին իրանցից խնդրում էր, իմ համար ամենաշատը էդ էր ցավարին։ Երբ որ ինձ հանեցին մեքենայից, ես արդեն լացում էի։ Դեղ ռուս խաղապահներից զինվոր ա եղել, ես այդ բան ես իրա վրա է ֆիքսված, չէի ուզում իրանց դեմքի նայել, որ ոնց ասած է, որ ասում է իմ թույլ կողմը ցույց չտայի իրանց։ Ու ֆիքսվեցի այդ ռուս խաղապահի վրա, որ տեսա, որ ինքը ոնց էր լացում։ Ու տեսա, որ ինքը գնում է իրեն երևի մեծ ենթասպան, ես տենց հասկացա, որ խնդրեց, որ տես ինչ իրավիճակում են գտնում, գոնե արի դու տես ինչ ես անում։ Այդ ռուս խաղապահների մեծ ենթասպան երբ որ եկավ, առանձնացրեց, իրան հետ խոսեց, ես այն հասկացա, որ ինքը ռուս խաղապահին ասել է դու ով ես, որ ստեղ որոշումներ կայացնես, մեր տարածքն է, մենք ենք որոշում կայացնում, ում հետ ինչպես վերաբերվեք։ Ու մենակ այդ ռուս խաղապահին եկա մոտիկացավ, մեզ ասեց, եթե հնարավոր է հետ վերադարձեք, եթե հնարավոր է։ Կարճ ասած թույլ չտվեցին առաջ շարժվենք ու ասեցին դե հետ վերադարձեք ձեր Ստեփանակերտ, ավելի շուտ չէ, Խանքանդի, վերադարձեք Խանքանդի, թոնդեղ օգնություն ցուցաբերեն։ Ամուսինս ասեց, որ այդքան վարելիք չունեմ, մի կերպ եմ հայթաթել այդ վարելիքը, որպեսզի դուրս գանք։ Ու բացի դրանից դեղ ինքներդ այդ տեղյակ եք ինչ իրավիճակում է, էլի գտնում հիվանդանոցը, ներկապային բոլորը զբաղված է մեր վիրավորների հետ։ Այդ ինչ չի հետաքրքրում, եթե ձեր կնոջ առողջությունը ձեզ համար տենց կարևոր է, մենք ձեր կնոջ առողջության մասին ենք մտածում, ոչ թե
այլ թույլ չենք տալիս որ գնանք Գորիս, այլ գիտենք որ ճանապարհի կեսում վատանալու է ձեր կինը, ինչ է դուք ուզում եք ձեր առաջնեկին կորցնեք, հետո ամուսնուս ասում եմ լավ, արի հետ վերադառնանք, ինչ կլինի։ Հետ ենք վերադառնում, արդեն ճանապարհի կեսում հետ վերադառնալու ժամանակ արդեն ես տեղ իմ ծննդաբերության նախանշանները սկսվում են։ Շարժվեցինք Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցը, ու այնտեղ իրավիճակը նենց վատ էր, ոչ ստերիլ իրավիճակ էր, ամենուրեք արյուն, այդ այրված կտորի հոտերներ, այրված ոնց ասեմ, միսը որ այրեց, այդ տենց հոտ էր գալիս հիվանդանոցում, չգիտեմ, շատ ահավոր իրավիճակ է, մեկը լացում էր, մեկը բղավում էր, զորո մի հատ մի քիչ սերիլ իրավիճակում գտնվող սենյակ են գտել, որ մի քիչ մաքուր էր, տեղափոխեցին ինձ այդ սենյակ, զանգեր կատարելուց հետո իմացանք, որ տվյալ հանրապետական հիվանդանոցում գտնում է բժշկուհի Ավագյանը, որը իր կամքի համաձայն առաջին օգնություն էր ցուցաբերում դեղի այրվածներին ու դրա հետ մեկտեղ իր եղբայրը նույնպես այրված էր, մնացել էր որպեսզի տնա ինչպես է կարողանում մնացած բժիշկներին։ Ու իրան տեղեկացրեցին, ասեց լավ է, ես կիչնեմ, երրորդ հարկից կիչնեմ, տենամ ինչ իրավիճակում է։ Եկեց նայեց, ազնեց ասեց, հա, պիտի ծննդաբերես։ Ծննդատան տնօրենը բժիշկ Օսիպովը նույնպես այնտեղ է, որը ինչ-ինչ պատճառներով, չգիտեմ, ինչ հրաշքով մնացել է, որովհետև ինքը նույն օրը պատրաստվում է որ շարժվի, բայց չգիտեմ ով է իրեն զանգահարել, թե բահղի կին կա, որ խնդրեմ կնայեք, արդեն երեխան ծնվեց սեպտեմբերի 27-ին ժամը 5-ին երեկոյան, լույս առավոտյան 5-ին։ Ծննդաբերելուց հետո արդեն 2 ժամ, ճիշտ ասած, անջատվել է, չգիտեի դեղերից էր, թե ինչից էր, անջատվել է ես այդ պահը ու այն եմ հիշում, որ 2 ժամից հետո ինձ արթնացրեցին, ասացին, որ Աննայ ջան, հել որ քեզ պիտի ուղղաթիռով ճանապարհենք Սյունիք, մենակ վիրավորների հետ մեկտեղ, այն ծանր վիրավորների, ովքեր արդեն ի վիճակի չէր իրանց շտապօգնության մեքենայով տեղափոխվեին։ 27-ին ուղղաթիռով Ստեփանակերտից ճանապարհվեցի Սյունիք, Սյունիքից էլ ինձ դիմավորեցին շտապօգնության մեքենայով, ինձ տեղափոխեցին Էրեբունի հիվանդանոց։ Ես այդ ժամանակ այնքան էի, չգիտեմ, անզգայացած է, թե ինչ է, չի հասկանում, որ երեխա եմ բերել, երեխաս կարող է սոված լինի։ Կողքս բոլորս վիրավորներ, մեկը պարկած, մեկը, չգիտեմ, լացում է, մեկը ցավ է քաշում ու այն իրավիճակն է եղել, որ դեղի քիչ քանակության պատճառով ամեն մեկին չէին սրսկում, ում շատ խորը վերք ա եղել, շատ այրվածքը շատ աստիճանը շատ էր, իրան էին մենակ սրսկում, թե բուժքույրը, թե բժիշկը նենց լավ ազնվորություն են եղել։ Իրանք են երեխու համար ճանապարհի կեսում կատնախառնուրդ արել, շիշ բան են արել շուտ երեխու համար։ Նույնիսկ զարմացան, որ այդքան ոչ ստերիլ պայմաններում կարողացել են բժիշկները մեր մաքուր աշխատանք կատարեն, որ ոչ մի ինֆեկցիա, ոչ ինձ, ոչ երեխային չի փոխանցվել։ Ինչպես ես եւ մնացած արցախցիներս առնչվել ենք շատ լիքը խնդիրների առաջ։ Բնակարանը հա հասկանալի է, այդ դա մյուս այլ կողմ կարելի է թողնել, բայց ինչ վերաբերվում է այն, որ ես ներկա պահին համոզված եմ, որ երևի էլի լիքը արցախցիներ կա ներկայիս պարագայում, որ մենակ ես չեմ այդ խնդրի առաջ կանգնել, այն որ ես Արցախում տուն եմ կառուցել, այդ տանը ես չեմ կարողացել նույնիսկ մի ամիս ապրեմ, տուն եմ կառուցել, ապարիկ եմ ձևակերպել ու ներկայիս օրոքով, ներկայիս իշխանությունը ինձ են ասում, որ պիտի իշխանությունը փակվել է
բանկին, հիմա իշխանությունը ինձանից պահանջում է կառավարությունը, որ պիտի տվյալ գումարը ես պետությանը մարեմ։ Այն համար ներկապային էտ է, ահա որ ցավալի ոչ թե մնացած խնդիրները։ Մի քանի անգամ գնացել եմ ֆինանսների նախարարություն, մինչ այդ երբ որ 23 թվականին տեղափոխվել եմ ստեղ, ես գիտեի, որ ինձ ունեմ այդ ապարիկը, որ Արցախում ես փակում էի։ Փակել եմ ու հասցրել եմ երևի 300,000-ի աստիճանի եմ հասցրել, ու երբ որ արդեն տեղափոխվել եմ ստեղ, կառավարությունից, ընդհանուր հայտարարություններից բան տեղեկանում էի, որ տվյալ այն անձնավորությունները, ովքեր անշարժ գույք են թողել Արցախում կամ անշարժ գույք են կառուցել, նմանատիպ գործարքները ՀՀ կառավարությունը վերցնելու է իր վրա։ Ես հույսս դրա վրա էի դրել ավելի շատ, ու դրա հետ մեկտեղ էլի հանգիստ չեմ նստել։ Այդ հարցով մոտիկացել եմ ֆինանսների նախարարություն, ինձ ընդունարանից պատասխանեցին, այն որ ներկայիս պահին, հա, այդ որոշումը կա, բայց դեռ չեն կայացրել, երբ որ արդեն հաստատվի, դուք մեր on-line էջում կամ Facebook-ի այնջերում կտեղեկանաք, կգաք համապատասխան դիմում կներկայացնեք ու այդ դիմումի համապատասխան արդեն ամեն ինչ կզրոյացվի։ Հարկադիրից ծանուցում է եկել, որ դուք կգտնվեք հարկադիրում, եթե չմարեք ձեր պարտքը։ 25 թվականի ներկայիս ես պահով արդեն որ սկսեցի հետաքրքրվել աշխատանքի համար, երեխաս որ արդեն որոշել եմ, որ պիտի սadzիկ հանձնեմ, ես էլ անցնեմ աշխատանքի, մտածեցի, որ դեռ հարկադիրում եմ ու հարկադիրը ինձ խանգարում է թե աշխատանքի ընդունվելու, ինչպես նաև 2 ամիսա հարկադիրի պատճառով չեմ էլ կարողանա ստանամ սոց աջակցությունից չեմ կարողանում օգտվում 40 + 10,000-ից։ Հետո ֆինանսների նախարարությունը ինձ տեղեկացրեցին, հա, դուք հարկադիրի մեջ եք, քանի որ ներկայի պարագայում դուք պետության եք պարտք։ Ճիշտն ասած, ես այդ խոսքից շոկի ենթարկվեցի, ասի ոնց թե պետության եմ պարտք։ Ինչի հիման ելնելով, ասա պետությունը մարել է բանկին, հիմա դուք պիտի պետությանը փակվեք տվյալ գումարով։ Ասի բայց պետությունը ինձնից հարցրել է, որ փակել է։ Ավելի լավ է չփակեր, ինչի է տոկոսներով փակել, հետո ինձնից տոկոսներով գումար ա ուզում։ Ինձ պատասխանեցին, դե չգիտեմ, կոնկրետ պատասխան չտվեցին։ Դուք ինձ հույս եք տվել։ Այդ պահով ես չեմ մարել, բայց իմ մի չնչին գումարը փաստորեն է ստացվում, որ ես 500,000-ի շինանյութի պարագաներ եմ արել ու ներկայ օրոք ես ինչքան որ մարել եմ թողել 300,000, ներկայ օրոք մեկ էլ պիտի 600,000 մարեմ։ Դուք հասկանում եք ինչ եք խոսում։ Ես տուն եմ կառուցել թողել թշնամու համար, ես թշնամու համար եմ այնքան չարչարվել, ստեղծել։ Ինչ եք խոսում, ամա կներեք չեմ կարող ես ձեր այդ հարցերին պատասխան տամ, այդ տվյալ հարցերով գնացեք ՀՀ կառավարություն։ Ֆինանսների նախարարության չի կարող ձեզ կոնկրետ հարցերի պատասխանը տամ։ Հետո ես դիմում եմ ներկայացրել, տարան ֆինանսների նախարարություն դիմում էի ուզում ներկայացնել, ուզում էի դնել գրավոր իրանք ինչ պատասխան են ինձ տալու, մտածեցի, որ կարող է դա կարող է բանավոր խոսք է, ուղղակի տակ ասել են, որտեղ չեմ հավատացել, որ կարան տենց բան լինի։ Դիմումս տարան չեն ընդունել։ Դիմումը իմ դիմացենց բացել են, կարդացել են, տեսել են ինչ խնդիր է, այդ դիմումը չեն ընդունել։ Կառավարությանը չեմ ներկայացել, որովհետև սպասում եմ իրենց գրավոր պատասխանի, ուզում եմ գրավոր իրանք ինձ ինչ պատասխան են տալիս, որովհետև ես այն եմ համոզվել, որ ներկայապես որ գնամ կառավարությանն ասեմ, իրանք մեկը մյուսի վրա են գցելու։ Ուղղակի մի կարգավիճակ ենք ուզում, թե ես, թե մեր արցախցիները մի կարգավիճակ ենք ուզում, գոնե, չգիտեմ, մեր 4 պատը լինի, այնքան չենք ասում, ինչպես որ Արցախում ենք թողել, եկել, իհարկե դա անհնար է, չենք էլ տենց էլ չենք էլ պահանջում, մենք էլ ենք հասկանում պետության իրավիճակը, մենք էլ ենք սիրում մեր պետությունը ու գիտես, այն տպավորությունն է, այս կառավարությունը երբեմն դենց հրատարակություններ է անում, որ մենք հյուր ենք ստեղ։ Ես չեմ հասկանում, մենք նույն ազգը չենք, նույն հայը չենք։ Ստացվում է, որ եթե Սյունիքում մի բան լինի, Սյունիքի մարդիկ նույնպես տեղ հյուր են լինելու, թե
Շատ անգամ եմ լսել, որ իրանք են նույնիսկ ասում. մնայք ձեր երկրում պայքարեիք։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր դիրքում չեն եղել, ովքեր ընկեր չեն կորցրել, ընդհանրապես չեն հասկացել բանակը ինչ իմաստ ունի, իրանք չեն հասկացել, այս դրա համար իրանք չեմ էլ մեղադրում։ Մենք իսկականից որ պայքարել ենք, առանց իրանց հարյենիքի ոնց գնան ուրիշ երկրում ստեղծեն, արարեն կամ ուրիշ երկրում իրանց երեխաները գնան բանակ, ոչ մեկ իմ հարազատներից ոչ մեկն էլ չի տեղափոխվել։ Միջև վերջել ուզում ենք պայքարենք, ուզում ենք մեր երկրում լինենք։